Ապահովագրության ներդրման առաջին փուլում կային դժգոհություններ, թե Արմեդը աշխատում է դանդաղ կամ խափանումներով, ինչով էին դրանք պայմանավորված եւ վերացվել են արդյոք այդ թերությունները։ Համընդհանուր ապահովությունը միանգամից մտավ։ Արմեդը ուներ bottleneck-եր հունվարին, փետրվարին, նույնիսկ մինչև փետրվարի երևի վերջ, ինչ է նշանակում bottleneck։ Դա նշանակում է, երբ որ օրինակ վերցնենք ճանապարհ, որտեղ 5 մեքենա զուգահեռ կարա շարժվի, ու ինչ-որ մի պահին այդ մի հատվածում դա դառնում է 1 գիծ։ Ու անկախ նրանից ինչքան լավ է ճանապարհը սարքած, խցանում առաջանում։ Դա մեր լեզվով ինժեներական կոչվում է bottleneck։ Այսինքն շշի այն նեղ հատվածը, ինչքան է շիշը մեծ է, լայն է, մեկ այլ մի հատ նեղ հատված կա, որտեղից այդ ջուրը պետքա դուրս գա։ Շատ բաներ կար, որ միայն երբ որ մտավ այդ հսկայական այդ ծավալը ապահովագրական այդ process-ների, հիվանդանոցների միացան, քաղաքացիները ապահովագրության հսկայական ծավալ փոխվեց, էլի հոսքեր, նոր ֆունկցիոնալություն, նոր գործառույթներ, նոր ծրագրային ապահովում, նոր ֆունկցիաներ, կային որոշակի նեղ հատվածներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել։ Ոնց որ մեքենաներն այդ շարժվում են ու դու ունես լայն եւ նեղ փողոցներ, միշտ չի հստակ ես ոնց կշարժվեն բոլոր մեքենաները, հանգարց կորոշեն բոլորը միասին թեքվենաճ ու մտնեն մի նեղ փողոց, ու դու պետք է հասցնես շատ արագ այդ փողոցը լայնացնել։ Կային այտենց մի քանի հարցեր, որ մենք առանց ոնց որ կանգնելու, ոտքի վրա, աշխատող համակարգի վրա, ոնց որ աշխատող սրտի վրա համակարգի վրա, մենք փոփոխեցինք, լայնացրեցինք, Հիմա վերջի, չգիտեմ, մի քանի ամիս երևի հաստատ մենք բողոքներ չենք ստանում։ Այսինքն մենք հստակ գիտենք, երբ որ մի բան դանդաղ է, մեր զանգերի կենտրոնը բողոքների շարք է սկսում, որ դանդաղել է։ Ես ամեն օր հարցնում եմ, ու մեր մոտ մոնիտորինգ էլ կա, մենք նայում ենք պրոցեսորներին, նայում ենք միաժամանակվա request-ա կոչվում, դիմման քանակներին եւ այլ, այս տեսնում եմ, որ նորմալ է, արագությունները բերեցինք նորմայի, հնարավորինս լավացրել ենք, ու բողոքներն էլ այս պահին ոնց որ չունենք։ Այս ֆունկցիոնալությամբ, որ այս պահին ունենք, որը ոնց որ բավարարում է այս պահին, ամեն ինչ նորմալ է այդ առումով։ Մենք մշտական նոր սերվերներ ենք ձեռք բերում։ Եթե ծանրաբեռնվածությունը աճում է, դիմման քանակները, նոր ֆունկցիոնալություն է ներս սկսում կիրառվել, ինչ որ մի հատ նոր հաշվետվության ձև առաջանում, նոր գործառույթ առաջանում, ու դա բերում է սերվերների վրա ծանրաբեռնվածության աճի, գործողությունների քանակ, ծանրաբեռնվածության աճ։ Ու մենք դի կանխատեսենք ու ձեռք բերենք նոր տեխնիկա, որ հանգարց եթե հասկանում ենք որտեղ ենք սպասում, այդ դանդաղությունը, մենք նախորդ ձեռք ենք բերենք, որ ոչ թե խնդրեմը գա, կանխում ենք այդ խնդրեմը, էլի, պրոակտիվ ձևով, ոչ թե ռեակտիվ, խնդրեմը ստանանք, հետո մի քանի ամիս սպասենք, մինչև այդ սերվերը հասնի, միացնենք, աշխատում ենք կանխել։ Ու մենք անընդհատ այդ process-ի մեջ ենք։